կցանկանայի մեկ հարց, երկու հարց, ուղղել մեկ հարցի տեսքով։ Հենց նոր ներկայացրեցիք շատ ուռ քաղաքական ծրագիր։ Իմ հասկանալով դա նաև կլինի այն ուղերձը, որով կգնաք ընտրությունների, որոնք կլինեն հունիսին շատ շուտով ձեր երկրում։ Առաջին հարցս հետևյալն է. ինչպես եք գնահատում հույզերը, մարդկանց մտածողությունը Հայաստանում, կոնկրետ այս ուղղությամբ, որն առաջարկում եք ձեր ժողովրդին եւ երկրորդը հակառակ կողմից մոտենալով, մենք գիտենք, որ անդամակցության գործընթացը շատ երկար ճանապարհ է, գործընթացի մեջ մտած երկրներ, այդ թվում Թուրքիան կամ նաև ուրիշները, բնականաբար օրինակ Ուկրաինան, Եվրոպական միությունն էլ արձագանքում է, նախապատրաստվում է, հատկապես Ուկրաինայի հետ կապված, որը շատ թեժ թեմա է, սեղանին դրված են մի քանի տարբերակներ, բայց ընդլայնման քաղաքականությունը կրկին շատ կարևոր մաս է դարձել Եվրամիության աշխատանքում։ Ինչ եք ակնկալում դուք այս ճանապարհին Հայաստանի պարագայում, եթե հաղթեք։ Շատ շնորհակալություն։ Գիտեք, այդ օրենքի ընդունումից հետո շատերը Հայաստանում ու Հայաստանից դուրս հարց են տալիս. երբ է Հայաստանը անդամակցելու Եվրոպական միությանը, եւ մեր տեսակետը հետեւյալն է. ինչպես ասացի, մենք այդ օրենքը եւ այդ հնարավորությունը համարում ենք շատ ուժեղ խթան Հայաստանի համար, Հայաստանը շարունակի բարեփոխումների ընթացքը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական կառույցների ուժեղացումը մեր երկրում, քանի որ ցանկացած պարագայում որևէ երկիր Եվրոպական միությանն անդամ դառնալու շանս չունի, եթե չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Ուստի առաջին հերթին մենք որդեգրել ենք ուղի շարունակելու բարեփոխումները, որպեսզի համապատասխանենք եվրոպական չափանիշներին։ Ուստի այն կետում, երբ մենք համապատասխանենք եվրոպական չափանիշներին, կլինի երկու տարբերակ։ Եվրոպական միությունը Հայաստանին ընդունի Եվրոպական միության կազմի մեջ կամ ոչ, ինչը քաղաքական որոշման, քաղաքական իրավիճակի խնդիր է։ Շատ լավ, եթե Եվրոպական միությունը ընդունի Հայաստանին որպես լիարժեք անդամ, դա շատ լավ իրավիճակ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եթե ոչ, ցանկացած պարագայում դա կլինի լավ, որովհետև այդ պահին մենք կլինենք պետություն, որը լիովին կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։ Այսպես ասենք, երկուստեք շահեկան իրավիճակ է։ Այդ իրավիճակում պատվելու շանս չկա, որովհետև առաջին հերթին շատ կարևոր է մեզ համար լինել ուժեղ, ժողովրդավար պետություն։ Ժողովրդավարության իմաստով, ինստիտուտների, թափանցիկության, իրավունքի գերիշխանության եւ այլն եւ այլն։ Ցանկացած պարագայում այդպիսի պետություն կլինենք եւ դա մեծ հաղթանակ կլինի մեզ համար։ Հաջորդ հարցը մեր ներքաղաքական իրավիճակի մասին եւ մոտալուտ ընտրությունների հնարավոր չէր լինի այս կետին հասնել առանց մեր ժողովրդի սատարման։ Դա հնարավոր չէր լինի։ Գիտեք, ինչ տեղի ունեցավ 2024 թվականին, քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է սա որդեգրել խաղաղության քաղաքականություն եւ այլն եւ այլն։ Մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք եւ վերջ տանք, դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը։ Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից։ Ես ասացի, որ որպես Հայաստանի վարչապետ ես կայացնում եմ նման որոշում եւ որոշումն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։
Եվ ես դա ասացի որպես անձնավորություն, ով Հայաստանի վարչապետ դարձել է ոչ բռնի Թավշյա հեղափոխության արդյունքում։ Ես կոչ արեցի մեր ժողովրդին, եթե իրենք համաձայն չեն այդ որոշման հետ, ավարտելու Լեռնային Ղարաբաղի Ղարաբաղյան շարժումը, ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել եւ մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, համանման հեղափոխության միջոցով, եւ ես ենթադրում եմ, որ շատ չեն եղել վարչապետերն, ովքեր իրենց ժողովրդին կոչ են արել հեղափոխություն կազմակերպել, բայց հիմա դեռ վարչապետ եմ ես մինչ օրս, Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ուստի Հայաստանի ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացնել եւ իմ ակնկալիքն այն է, որ մոտակա ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կհաստատի մեր նվիրվածությունը հաստատված խաղաղությանը եւ այս քաղաքականությանը։ Իհարկե ընտրությունները միշտ բարդ են, բայց ես քաղաքական ուժեղ հավատ ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը կվերահաստատեն մեր նվիրվածությունը այս ռազմավարությանը եւ այս գաղափարախոսությանը, որը մենք անվանում ենք իրական Հայաստան գաղափարախոսություն։